Ողջույն, ես Մանեն եմ, մասնագիտությամբ կենսաբան, սակայն վերջին 10 տարիների ընթացքում իմ գործունեության հիմնական ոլորտը նորաձևությունն է։ Բայբոթնին իր գործունեության սկզբում առաջարկում էր նորարարական լուծումներով հագուստ։ Օրինակ Smartwear շարքը իրենից ներառում էր QR կոդեր, որոնք որ տրամադրում էին հետաքրքիր գիտական կամ այլ փաստեր հագուստի վրայի պատկերի մասին։ Flower շարքը հագեցած էր էկոսերմեր պարունակող դետալներ եւ այդ դետալները կարող էինք փոկել, տնկել հողի մեջ եւ հետեւել թե ինչպես են բույսերը աճում։ Իմ գործընկերներից մեկը մի օր ինձ հարցրեց. «Մանե, իսկ ինչի՞ չես մտածում ամբողջությամբ կենսաքայքայվող հագուստի կամ թելի մասին»։ Դա եղավ իրական մարտահրավեր ինձ համար։ Սկսեցի ուսումնասիրել միջազգային փորձը, հասկացա, որ օրինակ անանասի կեղևներից ստանում են էկոկաշի կամ ցիտրուսային թափոններից թել։ Ասեցի, բայց մենք արևադարձային երկիր չենք։ Վերադարձա մասնագիտական ակունքներից, հանեցի բուսաբանության բոլոր գրքերը, սկսեցի ուսումնասիրել, փնտրել եւ ահա գտա այն բույսը, որը որ աճում է Հայաստանում գրեթե ամենուր, նրա ուժը անտեսված էր եւ դա եղինջն էր։ Այդ օրվանից նպատակադրվեցի ուսումնասիրել եւ մշակել հայկական առաջին եղինջի մանրաթելը եւ դրանով ցույց տալ Հայաստանի ներդրումը կայուն նորաձևության զարգացման ոլորտում։ Կենտրոնանալով եղինջի մանրաթելի եւ թելի արտադրության վրա, Բայբոթնի շրջանաձև տնտեսության տեսանկյունից հետևում է հետևյալ լուծումներին՝ refuse, reduce եւ reuse։ Refuse, քանի որ եղինջի մանրաթելերը կենսաքայքայվող են, այդ կերպ մենք նպաստում ենք, որպեսզի տեքստիլ թափոնները նվազեն եւ իհարկե հրաժարվում ենք օգտագործել սինթետիկ նյութեր, որոնք որ հենց դրդապատճառն են եւ նպաստում են վնասակար ազդեցության զարգացմանը։ Բացի այդ, եղինջի թելերը բավականին դիմացկուն են եւ ամուր եւ հետեւաբար դրանք կարող ենք երկար ժամանակ օգտագործել, ինչպես նաեւ վերաօգտագործել եւ եղինջի մշակման փուլերում պահանջվում է շատ քիչ քանակությամբ ջուր եւ թունաքիմիկատներ։ Կարող ենք դիտարկել շատ պարզ համեմատություն, օրինակ 1 կիլոգրամ բամբակը աճեցնելու համար մեզ պահանջվում է 10,000-ից 20,000 լիտր ջուր։ Իսկ եղինջի մշակման էտապներում մեզ 90%-ով ավելի քիչ ոռոգում պահանջվեց։ Հետևաբար դրանով մենք նպաստում ենք ջրի սպառմանը եւ խնայողությանը, բացի այդ նաեւ կանրադառնամ թունաքիմիկատներին, որոնք եւս քիչ են օգտագործում, հետեւաբար մենք չենք աղտոտում եւ վնասում հողը եւ ջրային ռեսուրսները։ Հանդիպեցինք իհարկե մի շարք մարտահրավերների այս ընթացքում, սակայն կառանձնացնեմ ամենակարևորը, որը տեղական մասնագետների բացակայությունն էր եւ մանավանդ աչքի ընկավ մշակման փուլում, սակայն մեր թիմի համախմբված հետազոտությունները եւ ինքնուրույն փորձարկումները թույլ տվեցին հաջողությամբ հաղթահարել այդ խնդիրները, մարտահրավերները եւ ապագայում հույս ունենք, որ հնարավորություն նաեւ կունենանք ուսումնասիրել տեղում այլ երկրների փորձը եւ նաեւ տեխնոլոգիաները։ Impact Hub-ը մեզ համար իրականում կամուրջ էր, քանի որ նա հնարավորություն տվեց տեսական ուսումնասիրություններից անցնել գործնական փորձարկումների։ Կառանձնացնեմ նաև, որ հնարավորություն ունեցանք ծանոթանալ եւ ձեռք բերել էկոգիտակից գործընկերներ եւ լսել մենթորների, որոնց ուղղորդումները մեզ համար կարևոր դերակատարում ունեցան այս նախագծի իրագործման հարցում։ Կարծում եմ շատ կարևոր է անցում անել գծային մոդելից դեպի շրջանաձև բիզնես մոդելներ եւ գիտակցել մի պարզ բան, որ կայունությունը դա ճանապարհորդություն է, այլ ոչ թե նպատակ։